Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր տաղավարում է դիվանագետ Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ Բարև ձեզ, պարոն Պապյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Բարև ձեզ։ Բնականաբար ենթադրում եք, գուշակում եք, որ մենք պետք է սկսենք Իրանում սկսված կամ ծավալվող պատերազմից, որը արդեն երկրորդն է մեկ տարվա ընթացքում, եւ ձեր տպավորությամբ այս պատերազմը ավելի երկար կտևի, քան նախորդը 12 օրեր, չէ՞, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ այսօր բացահայտ հարձակվողներից մեկն է Իրանի վրա, Թրամփը հայտարարում է, որ այն մենք շատ արագ կավարտենք, իսկ Իրանից ասում ենք, որ հայտարարում են, որ մենք պատրաստ ենք երկարատև պատերազմի անգամ։ Ամեն դեպքում ըստ ձեզ այս մեկը որքան կարող է ծավալել, որովհետև նաև տպավորություն կա, որ այս մեկը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը։ Այո, Թրամփը խոսելով կարճատև պատերազմի մասին միևնույն ժամանակ նշում է, որ 4-ից 5 շաբաթ ենք մենք նախատեսել, դա ես նախատեսածն է։ Հետևաբար առնվազն այդքան տևելու է, որովհետև եթե խնդիրը դրած է իշխանափոխության, բնականաբար շատ ավելի ջանք էր դրա համար պահանջվելու։ Նախորդը 12 օր է տևել, այդ ժամանակ խնդիրը դրված էր ոչնչացնելու Իրանի ռազմական եւ քաղաքական կարողությունները, որը մասամբ ստացվեց, հետո պարզվեց, որ այդ հայտարարած թվեր ինչքան ոչնչացել են, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում, դրա համար այս երկրորդ պատերազմը եղավ։ Հիմա եթե սա էլ չստացվի, վստահ եղեք, որ լինելու է երրորդը։ Դրա համար ինչքան փոփոխությունները Իրանում արագ եւ շուտ տեղի ունենան, այնքան լավ առաջին հերթին Իրանի ժողովրդի համար, տարածաշրջանի համար եւ Հայաստանի համար։ Եվ դուք տեսաք, որ Այաթոլլահ Խամեյնիի սպանությունից հետո Իրանը նրա փոխարեն նշանակեց որդուն, որը բնականաբար հոր վրեժի ծարավով է լցած դեպի Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ձեր կարծիքով դա ինչ մեսիջ էր Իրանը, որ մենք կանգուն ենք, անկոնտրում ենք, մենք շարունակենք, անզիջում ենք, հա։ Չէ, դա ավելի շատ կարծում եմ ներքին խնդիրների եւ ներքին բանակցությունների հետևանք էր, որտեղ այնտեղ էլ այդ այաթոլաների մեջ է վերնախավի մեջ բնականաբար կան իրարամերժ ուժեղ, մրցակից ուժեղ եւ զոհված առաջնորդի որդին հենց այդ զոհվելի փաստով ինքնին մի տեսակ առավելություն ացերք բերում։ Մենք նման մի բան ունեցել ենք Հայաստանում, երբ որ զոհված վարչապետի փոխարեն նա ազգականը դարձավ վարչապետ, որովհետև այդ լուսապսակը գլխի վերևում էր։ Հիմա սա այապես չի փոխելու վիճակը, որովհետև միևնույն է, այնտեղ իշխող վերնախավ գոյություն ունի, այս սեպահներ, բասիչներ եւ այլն, այսինքն այդ հեղափոխության պահապաններ եւ այլն, նրանք են ըստ էության երկիրը կառավարում եւ նրանք են դեմ փոփոխությունների։ Հիմա մենք նկատեցինք անգամ, երբ որ նախագահ Փեզեշյանը, եթե հիշում եք, հայտարարեց, որ այլևս հարվածներ չեն լինի մեր հարևանների նկատմամբ, միևնույն է, զինվորական վերնախավ այդ հարվածները շարունակեց։ Դա ցույց է տալիս, որ քաղաքական իշխանությունը չի վերահսկում, եթե չասենք բանակը, ապա բանակի հզորությանը համազոր հեղափոխության պահապաններին, որոնք տարբեր հաշվարկներով մի քանի 100,000 են, դրա տարբեր դրսևորումներով։ Այո, վրեժի զգացում գուցեև լինի, բայց դա բավարար չի։ Այսօր շատ ավելի թուլացած է Իրանը, քան պատերազմի սկիզբը, եւ մեզ համար, Հայաստանի համար ամենավատ տարբերակը կլինի, եթե Իրանում իշխանափոխություն չլինի եւ Իրանը ավելի թուլացած, իսկ հեսա վստահաբար ավելի թուլացած է, քան 2 շաբաթ առաջ, շարունակի այս իշխանությամբ գոյատևել։ Սա նշանակում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը եւ այլ նաեւ Իրանի ներսում ապրող խմբերի ազդեցությունն ու նկարտումները ուժեղանալու են, որը մեզ բնավ պետք չի։ Իսկ իշխանափոխության պարագային արևմուտք-Իրան հարաբերությունները կբարելավվեն, Ադրբեջանի կարևորը Իսրայելի համար կնվազի, Թուրքիայի ստրատեգիական կարևորը Միացյալ Նահանգների համար կնվազի, քրդական գործոնը կուժեղանա հենց Թուրքիայի ներսում, իսկ Հայաստանի համար էլ հնարավորություն կբացվի տնտեսական զարգացման, որտեղ Իրանային ներդրումները նաև անդրադառնալու են Հայաստանին, ինչպես նաև այդ վաղուց սպասված Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան դեպի Եվրոպա մեծ երթուղու բացմանը։ Չաբահարի նավահանգստից հա եկող այդ ավտոճանապարհը։ Ոչ միայն ավտոստեցան երկաթուղու, որը կգա մինչև Նախիջևան եւ այնտեղ այդ Նախիջևանի հատվածն է, որ ես վստահ եմ, որ եթե Իրանում խնդիրները լուծվի, Նախիջևանի մասով Միացյալ Նահանգները կկարողանան պարտադրել Ադրբեջանին այդ հատվածը բացել, այսինքն գոյություն ունեցող միակ երկաթուղին դա է։
մնացածը պիտի նոր կառուցվի, այսինքն եթե Պապյան Նախիջևանի հատված ասելով ինչ նկատի ունեք, այն որ Նախիջևանի ամբողջ երկայնքով դուրս է գալիս երասխի հատվածը դեպի Այո, ես նկատում եմ այն հատվածը, որ Իրանի ջուղայից մտնում է նախիջևանական ջուլֆա, դրսը տարին գոյություն ունեցող այդ երկաթուղին, հետո արևմուտք գալիս է երասխով Գյումրիով դեպի Վրաստան կամ կարս դեպի Թուրքիա։ Այդ դեպքում Հայաստանը դառնում է իսկապես օղակ մի մեծ շղթայի տարանցիկ փոխադրումների։ Այս պարագային, եթե այն ինչ-որ թրիփա կոչվում է, թրիփը միայն Ադրբեջանին օգուտ բերող Նախիջևանին կապող հատված։ Ադրբեջան Նախիջևանին կապող եւ դա երբևէ ոչ Ադրբեջանը եւ Թուրքիան թույլ չեն տալու, որ այն շարունակվի երասխով դեպի Գյումրի։ Իրենք կկառուցեն, որ արդեն սկսել են Նախիջևան Կարս հատվածը, Նախիջևան Իգդիրով Կարս եւ կօգտագործեն այդ հատվածը միայն։ Դուք միանգամից անցում կատարեցիք Հայաստանի հնարավորություններին այս պարագայում, որոնք կարող են լինել կամ կարող են չլինել, բայց մենք դրան միանշանակ կգանք, բայց այս անգամ եկեք խոսենք այն զարգացումների կամ այն իրողությունների վրա, որ իրանական հարվածներ եղան, դեռ իհարկե հարցը իրանական էին, թե ինչպիսին էին, բայց Իրանից էին Նախիջևանի վրա եւ անգամ բալիստիկ հրթիռներ հայտնվեցին Թուրքիայի սահմաններում եւ Ադրբեջանի նախագահի կամ ընդհանրապես Ադրբեջանի շատ կոշտ արձագանքը այդ հարձակումներին Նախիջևանի օդանավակայանին եւ Իրանի պատասխանը, որ դրա հեղինակը մենք չենք, չէ, մոտավորապես այսպես ասած։ Սա ինչ էր, սա դրանք էր, պատահականություններ, միտումնավոր հարված էր, դուք ինչպես եք գնահատում, ինչպես եք հասկացել։ Երբ որ մենք հարցին մոտենում ենք տրամաբանորեն, ինչ շահ ուներ Իրանը նման հարվածներ իրականացնել, տեսնում ենք չուներ, որտեվ եթե դու հարվածում ես նպատակը ոչնչացնելը, ապա երկու դրոնով չես սահմանափակում, շատ լուրջ կապտի, եթե նպատակը ինչ որ օդական ոչնչացնելն է, պիտի առնվազն մի քանի տասնյակ դրոն, հրթիռ խփես, չգիտեմ, նախազգուշական էր միգուցե։ Չէ, հիմա դա չի եղել եւ նման ցանկություն ես չեմ տեսնում ընդհակառակը Իրանը անընդհատ շղթում է որ ինքը մասնակցություն ունեցել շատ հավանական է որ կամ իսկապես Իրանը դերակատարություն չունի նրանք են այստեղ միջամտելով որ շահագրգռված են Ադրբեջան-Իրան հարաբերությունների սրմանը եւ Թուրքիա-Իրան հարաբերությունների կամ օրինակ դա կարող լինի նույն Իսրայելը դա կարող է լինի որտեղ բնականաբար ինչքան Իրանի դեմ ուժեր կուտակվեն, այնքան լավ չի բացառում, այսինքն նույն Միացյալ Նահանգները, որ իսկույն պաշտպանեց Ադրբեջանին այդ հարցով, դա կարող է լինել ներքին ուժեր, արդեն ես նշեցի, որ քաղաքական ղեկավարությունը չի վերահսկում, այսինքն այնտեղ կարող են լինել եւ կարող է լինի պատահմունք, ի վերջո դա էլ է լինում պատերազմի ժամանակ հաճախ, այսինքն եթե շահի տեսանկյունից են տեսնում, ես այդ շահը չեմ տեսնում, նույնը վերաբերում է դեպի Ինջիրլիգի ուղղությամբ, որովհետեւ էլի դա բավականին քիչ է, օրինակ երբ որ մենք տեսնում ենք այդ 4 ծոցի երկրների նկատմամբ հարվածը, այնտեղ տասնյակներ եւ տասնյակներ հրթիռներ ու դրոններով են խփել։ Այդ դա ինչ որ չափով հարցակում է, որտեղ նպատակ ունեին ներքաշել արաբական երկրներին, հենց Իրանը նպատակ ունի ներքաշել պատերազմի մեջ, իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի պարագայում հաստատ Իրանը նման նպատակ չունի։ Այդ դեպքում ինչու Իրանը արաբական երկրներին նպատակ ուներ ներքաշելու պատերազմի մեջ։ Որովհետև իրանցիների եւ պարսիկների վերաբերմունքը արաբների նկատմամբ դարավոր այսպես ասենք ոչ բարեկամական է թե մեղմ ձևակերպենք եւ այսօր Իրանի մեջ դիտարկում է անգամ իսլամի ընդունումը որպես Իրանի օկուպացիա եւ եթե հարցակում է լինում մեծածավալ հարցակում արաբական երկրներից հնարավորություն որ ժողովուրդը կհամախմբվի իշխանության շուրջ ընդդեմ արտաքին ագրեսորի դա կարևոր է այսինքն դա վերնախավին Իրանի պետք է իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի պարագայում պետք չի որտեվ ներսում ապրում են բավական մեծաթիվ թուրքալեզու ժողովուրդներ որոնք ադրբեջանցի չեն բայց որոշակի ընդհանրություններ ունեն եւ Իրան բնավ է պետք չի որ նրանք այսպես ասած էթյուսի-արևմտյան հատվածում խնդիրներ ստեղծեն բայց մյուս կողմից էլ Իրանի ուժը հզորությունը բավարարում է որ արաբական պետություններին ներքաշի պատերազմի մեջ դա ավելի կմեծացնի խնդիրը։ Դե այսպես թե այնպես իր տեսանկյունից ինչ կարող էին անել արաբական երկրների յետեմ անում են եւ հենց նույն Փեզեշքանը հայտարարեց որ մեզ համար ամենացավալին հենց դա է որ մեր իսլամական եղբայրները եւ այն որովհետեւ այդ երկրները մասնակցում են տարածքով
Այսինքն տարածքը տրամադրել են ռազմաբազաներ ամերիկյան խփումա։ Հիմա խփելով ամերիկյան ռազմաբազաներին, որի նպատակն է հենց զոհեր պատճառել ամերիկացիներին, որ ներքին Ամերիկայում խնդիրներ, որը չստացեց, որտեղ պաշտոնապես Միացյալ Նահանգները 6 զոհ է ընդունել առ այսօր ընդամենը, որը շատ քիչ է, օրինակ Իսրայելը 11 զոհ է ունեցել։ Իսրայելն ավելի շատ է, քան Միացյալ Նահանգները, հետևաբար այսպես են արաբական երկրների խնդիրը պաշտպանվելն է եւ իրենց խնդիրը հենց նույն Սաուդյան Արաբիան հիմա բանակցում են արդյոք որ գոնե իր նավթային պահուստներին հարվածներ չլինի։ Առանց այն էլ այդ բոլոր երկրները այս պատերազմից մեծապես տուժում են արտահանման սահմանափակման պատճառով, որտեղ նավթի իրենց մեծ մասը 90%-ը ծովային ճանապարհով է արտահանվում, այսինքն ցամաքային խողովակա շարժը շատ քիչ են եւ տուժում են այդ երկրները, ասենք օրը $1 միլիարդ միայն ասենք Միացյալ Էմիրություններն են տուժում, որովհետեւ չեն կարողանում արտահանել եւ բնականաբար տուժում են 4 հիմնական երկրները, որոնք ներմուծողներն են, այսինքն Չինաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա եւ մեկն էլ կար մոռացա այդ կողմերը։ Ի վերջո, պարոն Պապյան, կարող եք ասել, ինչ է ուզում Ամերիկան Իրանից, ինչ է ուզում Իսրայելը եւ արդյոք այդ երկու երկրների ակնկալիքները կամ պահանջները Իրանից նույնն են։ Պաշտոնապես 3 նպատակ է հայտարարվել, որտեվ ըստ էության մենք վերցնում ենք այս փուլը եւ մեկուսի ենք դիտարկում, այդպես չպետք է դիտարկել։ Իրանը 79 թվականի հեղափոխությունից հետո անընդհատ սպառնացել է Իսրայելի ոչնչացման։ Դե Իսրայելն էլ ասում է, թե դու ինձ պիտի ոչնչացնես, ես էլ պիտի պաշտպանվեմ։ Ինչպես պիտի պաշտպանվեմ։ Ուրեմն ես պիտի ոչնչացնեմ քո ռազմական քաղաքական կարողությունները, այսինքն ցանկությունը չեմ կարող ոչնչացնեմ, գոնե կարողությունը ոչնչացնեմ։ Հիմա ինչ ասում, ասում է ճանաչի իմ գոյության իրավունքը։ Ամերիկան էլ ասում է, նայեք, այս երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ, Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Հիմա դու Իրան ենթարկվում ես միջազգային օրենքին, ճանաչում ես Իսրայելի գոյությունը։ Խնդիրը Իսրայելի սահմանների մասին չի, խնդիրը ընդհանրապես գոյության մասին է, որ Իրանը մերժում է եւ ժխտում է։ Այսինքն առաջի խնդիրը դա է, այսինքն սպառնալիք Իսրայելի դեմ, որ այլևս չլինի։ Երկրորդը հրաժարում իր միջուկային ծրագրերից, որովհետև եթե ասում դու այսքան նավթ ու գազ ունես, հիմա ուզում ես ամբողջը ներկայացնես, իբր թե քեզ միջուկային էներգետիկա պետք, որովհետև չունես այդ հնարավորությունը, այդպես չի, կա ոչ հարստացված ուրանիումի հնարավորություն ատոմականների համար, երրորդը այդ բալեստիկ հրթիռների ծրագրից էլի հրաժարում, որովհետև դրանով հնարավոր է հասնել տարբեր երկրներ, երեք խնդիրներն է, պարբերաբար ինչ որ նշումներ հայտնվում են, որ ոնց որ հեսա պիտի համաձայնեն, բայց ամեն անգամ այդ ամբողջը ինչի կա դառնում։ Իսկ այս անգամ ինչ է կարծում, ինչպես կավարտվի։ Դե այս անգամ արդեն Իրանը մասնագետների 20-ից 30 տարի հետանետված եւ տնտեսապես եւ քաղաքականապես եւ ռազմականապես, այսինքն իրենք այն ինչ որ սկսեն, գրեթե 0-ից պիտի սկսեն նորից։ Այսինքն հարյուրավոր միլիարդներ պիտի դնեն եւ եւս 10-20 տարի որ հասնեն այս վիճակին ինչ որ ունեն, որտեւ 5 հիմնական միջուկային կենտրոնները արդեն ոչնչացված են։ Բայց այստեղ ուրիշ խնդիր է։ Իրանի ժողովուրդը չի ուզում այլևս այդպես ապրել։ Եթե 79 թվականին կար ինչ որ հեղափոխական ոգևորություն, որ այ հեսա մենք դառնում ենք իսլամական աշխարհի առաջնորդման, այսօր է ժողովուրդը չի ուզում, ժողովուրդը ասում է, որտեվ ինչու չի ուզում։ Դեմոգրաֆիան է փոխվել այդ ժողովրդի, այսինքն մեծ մասը 90 միլիոնից երկրի մեծ մասը երիտասարդ է, մինչև 35 տարեկան, իրենք չեն ուզում, ասենք իրենց կյանքը նվիրել, որ իրենք որ աղոթքներ անեն եւ իսլամական հեղափոխություն աշխարհով մեծ սփռեն, որ մենք սովետի ժամանակ չէինք ուզում այդ սոցիալիստական հեղափոխությունը աշխարհով տարածենք։ Միգուցե 1917-20-ից հետո ինչ որ մի սերունդ եղել է, բայց իմ 60-70-ականների ծնվածների սերունդը չէր ուզում, այսինքն դրա համար էլ եթե դու չես ուզում իշխանությունը բավարար չի։ Հիմա այդ նույն process-ը տեղանում Իրանի ներսում։ Ես որ ասացի առաջի շահողն ու տուժողը Իրանի ժողովուրդն է լինելու, պատահական չի, որտեվ այո, իրենք են այդ առաջի գծում եւ լավի եւ վատի առումով տուժողն են շահողն իրենք են լինելու։ Այդ տեսեք Ամերիկայի Միացյալ Նահանգները ակնկալիք ուներ, որ այս հարձակման արդյունքում Իրանի ժողովուրդը կնդվզի եւ դուրս կգա իր իշխանությունների դեմ, բայց առայժմ կարծեք թե նման միտում չկա։ Դա սեղմված է, դեռ պետք է լինի, թե Իրանի ժողովուրդը այս հարձակումից հետո ավելի շուտ կողմնորոշվեց դեպի իր իշխանությունը։ Գիտեք, այդ միտքը շատ է շրջանառվում, բայց այդպես չի եղել։ Ամերիկացիք պաշտոնապես դիմեցին Իրանի ժողովրդին, որ փողոց դուրս մի եկեք։ Սպասեք, մենք մի քիչ կջարդենք, ոչնչացնենք նոր, սպասեք մեր հրահանգին եւ ժողովուրդը սպասում է։
անընդհատ կոչերը էսա մնացեք ձեր տներում, դուրս եկեք Թեհրանից, մի հայտնվեք հարվածի տակ, որովհետև բնականաբար իրանք չեն ուզում, որ զոհեր, իսկ զոհեր միշտ լինում են խաղաղ բնակչության մեջ, որ իրենց դեմ է տրամադրելու։ Հիմա դեռևս իրենք համարում են, ես այսօր էլի մասնագետներին էի լսում, որ փայլուն, հենց այդ բառն էլ օգը փայլուն է ընթանում ռազմական գործով, բոլոր խնդիրները լուծված են, քիչ, այսինքն վնասներով սեփական կողմի եւ այլն, հետեւաբար դեռ սպասվում է այդ ամբողջը։ Պարզապես Իրանը շատ կուտակած եւ պահուստներ ունի եւ բազմաշերտ, այսպես ասած, ղեկավարություն ունի, օրինակ Մադուրոյի պարագային ոնց էր Վենեսուելա, ինքը մի անհատի շուրջն էր, մեջտեղից հանեցին, թևան փակվեց։ Այստեղ այդպես չէ, այսպես մի ամբողջ խավ է ձևավորված եւ կար ըստ էության այդ, այսինքն պայմանական ասած հոգեվոր խավը կա, որը ըստ էության մի հատ մեծ կուսակցություն է, որի տակ այդ իր ամբողջ հեղափոխական պահապաններն են իր բոլոր հնարավորություններով, բայց այստեղ ամեն ինչ զգուշություն նրա մեջ է, որ արդյոք ինչ որ կարմիր գիծ կա կարողանա այս ամբողջը փոխել Իրան այն ձևով, որ ներքաշ օրինակ մեծածավալ արաբների մասնակցություն Ամերիկան դեռևս կարողանում է զսպել։ Եվ տարօրինակ է, որ Իրանի ժողովուրդը պատրաստ է հարվածնել ընդունելու Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից, իրենց համար ավելի ընդունել են, քան արաբները։ Շատ լավ։ Արտակ գաղթ էլ չեղավ Իրանից։ Մենք սպասում ենք, օրինակ, այստեղ մեր ընդդիմությունը կանխատեսում էր, որ Հայաստան տասնյակ հազարներով իրանցիներ կլցվեն, բայց չկա նման գործընթաց։ Դե տասնյակ հազարները ըստ էության Նոռուզին միշտ եկել են, հիմա շատ հնարավոր է նորից գա, իդեպ, այսպես ասած, վերջնաժամկերից մեկը Նոռուզն է, այսինքն մարտ 21-ն է, որ ասում են այդ օրերին պիտի այն ասում կար հիշում եք կարգախոս կար ցեղասպանության 100-ամյակը առանց վարչախմբի։ Հիմա սա է Նոռուզը առանց վարչախմբի։ Ըստ էության հիմա մենք փետրվարի, ասենք, կեսերն ենք, հիմա ինչու չեղավ շատ բարձ պատճառով։ Հայաստանը շատ թանկ երկիր է ապրելու համար։ Մենք մոռացել ենք, Հայաստանում այսօր գները եվրոպական գներ են։ Իսկ Իրանում կան հազարավոր բնակավայրեր, գյուղեր, փոքր քաղաքներ, անգամ Թեհրանի թաղամասեր, որ մարդիկ կարող են ապրել եւ չտուժեն։ Այո, հիմա որոշակի բան կա, սակավություն կա որոշ բաների, բայց էլի ինքը մեծ երկիր է եւ այդ երկիրը քանի որ ինքնաբավության վրա է, օրինակ մեր նման չի, մենք ասենք նույն ցորենի մեծ մասը ներմուծում ենք, մենք բարենային անվտանգության խնդիր չենք դրել մեր առաջ, ընդհակառակը մենք մի ամիս փակեն Հայաստանը սովի կմատնվի, բայց այդ երկիրը 1.648.000 քառակուսի կիլոմետր է, հսկայական տար, այսինքն այդտեղ ժողովուրդը նայում է իր շահի տեսակետից, իրան ավելի լավ է գնա մի հատ գյուղ փոքր քաղաք, եթե չունել բնակելու հնարավորություն վարձի եւ մնա, քան գա Հայաստան, որտեղ մի քանի $100-ից է սկսում ամսական տան վարձը գումարած մի քանի $100 ապրելու համար, իսկ նույն ասենք $1000-$1000 ավել ամեն ամիս սովորական ընտանիք այդ 100 հազարավորները չեն կարող է մի 10,000 20,000 հոգի բան եւ էլի կգան։ Սա չպետք է շփոթենք Ռուսաստանի հետ, որտեղ Ռուսաստանը, որ ռուսները եկան Հայաստան, սրանք IT ոլորտի մասնագետներն էին, վճարունակ էին, մի քանի $1000 աշխատավարձով եւ նաեւ ընկերություններն էին հաճախ վարձում, ասենք բնակարաններն իրենց համար։ Իսկ Իրանում պիտի արտագաղթեին 100,000-ները սովորական ժողովուրդը, նրանք վճարունակ չեն։ Եվ մի հարց էլ, ձեր կարծիքով, թեև դուք տարբեր հարցերի մեջ որոշակի մտքեր արտահայտեցիք, բայց այնուամենայնիվ հնարավոր է, որ տարածաշրջանային պատերազմ բռնկվի, այլ երկրներ նույնպես ներքաշվեն։ Դե ըստ էության այդ ասես սողացող պատերազմ ընթանում է։ Ասենք, չէ, ինչ որ հարցակվում են, պատասխանում են նույն արաբական երկրներ, բայց այդ խոսքը նրա մասին է, որ պիտի լինի ցամաքային մեծ պատերազմ տարածաշրջան իրար դեմ, օրինակ հարց են ինձ տվել, արդյոք եւ հետաքրքիր այդ հարցը դրսի քաղաքական անձինք են հնարավոր է Թուրքիան ներխուժի Իրան եւ ոնց որ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի վերցնես, ասես չէ, հնարավոր չի, որովհետեւ դրանով Թուրքիան շատ լուրջ խնդիրներ է իր համար ստեղծելու, այնտեղ շատ ավելի բարդ է եւ խորքային հակասություններ, այսինքն չէ, այդ պատերազմ չեմ կանխատեսում։ Նույն Ադրբեջան
եւ Իրան բախում չեմ կանխատեսում։ Երկու կողմերն էլ կդնենք, խոսան, մատ թափ կտան իրար վրա բան, բայց իրանք իրար դեմ պատերազմողը չեն։ Իրան Ադրբեջան ձև որևէ քայլ չի անի։ Թող հայս որոշ հայեր կան հույսեր են կապում, հեսա տեսեք ինչ անելու Իրան Ադրբեջան, ոչ բան չի անելու։ Ընդհանրապես Իրանը աշխատում է շատ աղմուկ անել, բայց քիչ վնաս տալ, նույնիսկ 12 օրյա պատերազմի ժամանակ էր, որպեսզի այդ ում որ պիտի վնաս տա, ոնց ասած չլրջացնի նրանց հետ հակամարտությունը։ Իրանին ձեռնատու չի։ Թրամփը նաև հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Իրանն այս սահմաններով գոյություն չի ունենա։ Գիտեք, չգիտեմ ինչի ասել կամ ասելա թե ոչ, որտեղ հաճախ բան ալնում, բայց իմ, այսպես ասած, պատկերացումները իմ են ինչ որ մի 40 տարի ուսումնասիրում եմ այս երկիրը, ապրել եմ այդ երկրում, ուսումնասիրել եմ այդ երկրում, չէ, Իրանը այս սահմաններում գոյություն կունենա։ Առավելագույնը ինչ որ տեղի կունենա, հնարավոր է որոշակի, այսպես ինքնավարության որոշ դրսևորումներ, այսինքն տրվեն որոշ ազգային փոքրամասնություն, անգամ նրանք ովքեր ամենառազմատեն չեն, ասենք քրդերը, նրանք անգամ անկախություն չեն ուզում։ Եվ որևէ մեկը Իրանի քրդեր, ասենք ով պիտի աջակցի Իրանի քրդերին, թուրքերը, որ թվում է թուրքերը կամ բանը, որտեվ եթե Ադրբեջանը ասենց ասենք աջակցում են Ադրբեջան իբր փոկում են, որը հնարավոր չի, որտեվ այնտեղ ժողովուրդը լրիվ այլ մտածողություն ունի, խնդիրը չի։ Դեռ խոսել այդ լեզվով չի նշանակում։ Նույն Խուզիստանի արաբները, հենց Իրաքի սահմանի նկատմամբ Սադամ Հուսեյնին թվում էր, որ ինքը հարձակվի, արաբների իր կողմը պիտի անցնեն, բժշկի արաբները չանցան, հակառակ արաբների դեմ էին կռվում։ Հիմա պիտի հասկանանք մի բան, որ եթե կա օրինակի համար շահագրգռություն Ադրբեջանում իբր թե հարավային Ադրբեջանը անկախացնելու, բայց դա հանգեցնելու անան, որ Քրդստանն էլ է, չէ՞, անկախանալու։ Քրդստանի անկախությունը բերել է Թուրքիայում Քրդստանի հարցի բարձրացման։ Արդյոք Թուրքիան շահագրգռված է, իհարկե ոչ, հետեւաբար ինքը զսպելու է Ադրբեջանին եւ ադրբեջանցիներին պահպանելու համար Իրանը այս սահմաններում։ Մյուս կողմից պիտի հասկանանք, որ այս սահմաններում Իրանը որ կա 2,500 տարի առնվազն Աքեմենյաններից կա մի բան էլ ավելա, սա ռուսական կայսրությունը չէր, ՍՍՀ տեսքով, որ մի 100 տարի էր այդ սահմանները գոյություն է, դե քիշենք 1813-ից է, ասենք 800-ականների սկզբից 804 Վրաստան եւ այլն, 200 տարի է եղել, Միջին Ասիան ընդհանրապես մի 150 տարի էր, Բալթյան երկրները էտել չկային, բնականաբար ռուսական կայսրությունը, քանի որ նաեւ ներքին ինքնավարությունն էին, արագ տրոհվեց։ Դա հնարավոր է։ Անգամ Ռուսաստանի Ֆեդերացիան որ կա, որ խոսում ենք Թաթարստան բանի մասին, 1552-1556 այդ թվերին է Կազանի եւ Աստրախանի խանությունները գրավել ընդամենը ինչա 500 տարի չկա։ 2500 տարին ուրիշ բան է եւ այդտեղ իրանական, այսպես ասած, ինքնությունը շատ ուժեղ է, որը խարսխված է շիա իսլամի վրա։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ Պուտինի հետ ունեցել է շատ լավ խոսակցություն եւ Ուկրաինայի հակամարտության ռուս-ուկրաինական եւ այս իրանական պատերազմի վերաբերյալ եւ նորից հնչում են մեկնաբանություններ, որ այս գլոբալ զարգացումների, պատերազմների, բանակցությունների վրա այդ երկու երկրները որոշակի պայմանավորվածություն ունեն, այսպես ասած, ազդեցություններ իրենց գոտիների առումով ու հատկապես նշում են անցած տարի Այլասկայում Պուտինի ու Թրամփի այդ հանդիպումը կան նման բան եւ Հայաստանն այդ պայմանավորվածությունների մեջ կա ինչ տեղ ունի, ինչ են պայմանավորվել, եթե զգում եք, որ կա նման բան։ Չէ, ես չեմ կարծում, որ որևէ մեկը այսօր Ռուսաստանի հետ բան է պայմանավորում, հատկապես Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները աշխարհի գերեզոր երկիրն է։ 25-26% աշխարհի համախառնական մասով ռազմականապես գերհզոր, այսինքն ինքը մենակ ռազմական ծախսով ավելի շատ է եւ ավելի ուժեղ, քան իրեն հաջորդող հաջորդ 9 երկրները եւ այլն։ Ռուսաստանը աշխարհի տնտեսի 1.5%-ը չկա, ռազմականապես կիսաջախջախված, կիսահետամնաց երկիր է։ Ինչ ուներ արդեն Ուկրաինայի ճակատում ջարդվել է եւ Ուկրաինա չի կարում։ Ինչ պետք է պայմանավորվի Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը Մադուրո ետել էր դաշնակից, այաթոլաները ետել էր դաշնակից, դե թող մի բան աներ, որ անում էր, ոչ բան չի կարանի, բացի դատապարտ, անգամ Չինաստանը չի համարձակվում, որևէ ռեալ գործողությունների գնալու եք, տեսնում եք, Չինաստանն էլ դատապարտեց եւ ինքը պատճառը ոչ թե անգամ նվեր տա, վաճառի Իրանին ինչ որ բաներ եւ վաճառում է, բնական է, այդ արդեն շուկա, ինչպես ասում են, դա բիզնես է։ Չէ, իսկ Հայաստանի պարագայում էսպես է։
դա համարյա ոչ ոք չի թաքցնի, որ խնդիրը Միացյալ Նահանգների ռուսական ազդեցության թուլացումն է հարավային Կովկասում։ Եվ այդ թրիպն է դրա համար, այսինքն եւ ցավոք սրտի այս Արցախի հարցը եւ այլն։ Ես արցախցիներին վաղուց էի զգուշացնում, որ ձեր պրոռուսական դիրքորոշումը դա սարքումա ձեզ հակա արևմտյան, իսկ արևմուտքը շատ ավելի ուժեղ է, ինքը ձև կգտնի ձեզ ոչնչացնելու, իսկ Ռուսաստանը չի պաշտպանելու, այդպես էլ եղավ։ Արցախցիները մինչև այսօր Վիտալի Բալասանյանը լսել եք, հայտարարում են միութենական պետության մեջ կամ նման մի կառույցի մեջ Ռուսաստանի հետ հայտնվելու մասին։ Իհարկե, դա կարա տարբեր պատճառներ ունենա, սկսած որ շատ բան չեն հասկանում, եւ այդպես էլ դաստիարակվել են, վերջ ասած գործակալական կախվածությունը, վերջ ասած նրա օրինակի համար նման հայտարարություն ուժեղացնում է Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Ումա ով է շահագրգռված այդ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, այսինքն կան ուժեր, որոնք Հայաստան ուզում են մտցնել Ռուսաստան միութենական, եկեք Նիկոլին աջակցենք, որ հանգարց չմտնենք։ Այդ էլ կարա լի, չէ՞։ Դժվար է մտածել, որ Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանից Վիտալի Բալասանյանը հանգիստ կարելի է 10 հատ քրեական գործ վրան հարուցել։ Ինքը նշանակում է ազդեցության տակ է գտնվում, չէ՞։ Եվ չմոռանանք, որ Հայաստանում գրեթե այսպես ասած ռազմական, քաղաքական ղեկավար չկա կամ որի ոնցնեմ Նիկոլ Փաշինյանը քրեական գործեր չի հարուցել եւ չի կասեցրել։ Սա հետաքրքիր է։ Հարուտ, եթե հանցագործա դատեք։ Ասում են նախկինները մեղավոր են հանցագործ։ Դե լավ դատեք, բայց եթե չեք դատում, հանցագործ չեն։ Այսինքն եթե դու գործեր կան քննում են, որոշները դատարան չի կարող 7 տարի, 7 տարվա ընթացքում մի անուն տվեք նախկիններից, որը օրենքով դատապարտված է եւ այսօր անազատության մեջ է, բանտում է, ով կա այդ ձև։ Գործերը բարդ են եւ բազմաշերտ են եւ քնան բոլոր։ Այսինքն Սաակաշվիլին, որ եկավ տարուկես մեջ հարյուրավոր հանցավ, այդ ո՞նց եղավ, երբ որ ում պետքա բանտ նստացնել շատ արագ կարողանում են 2 ամսվա ընթացքում դա ամբողջ ավարտել, հիմա ի՞նչն է բարդ։ Բարդա 20 հանցագործություն կա, չեք կարող ապացուցեք, 2 հատը մի հատը հեշտ է ապացուցել, ապացուցեք նստացեք, եթե հանցագործ են։ Իսկ եթե դու հանցագործին չես նստացնում լավ իշխան, դու ուրեմն հանցակից ես։ Այս խնդիրը կա։ Այստեղ իշխանության հանցակցության հարցը պիտի բարձրացվի հաջորդ իշխանությունների ժամանակ։ Պարոն Պապյան, վերադառնալով նորից Իրանյան պատերազմի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա, գիտեք, որ արտգործնախարար Արադ Միրզոյանը օրեր առաջ զրուցեց Ադրբեջանի արտգործնախարարի հետ եւ ըստ հաղորդագրության գոհունակություն հայտնեցին պահպանվող խաղաղության մեր երկու երկրների համար եւ քննարկեցին տարածաշրջանային եւ մեզ հետաքրքրող հարցեր, բայց ընդդիմությունը քննադատում է, որ այնուամենայնիվ իշխանությունների քայլերը պահվածքը adekvat չէ այս իրավիճակին եւ նրանք պերաշկի կամ եգիպտացորեն ուտելով քարոզարշավի են մասնակցում, թեև ընդդիմադիր ուժերը նույնպես քարոզարշավ են սկսել։ Արդյոք ձեր կարծիքով adekvat չէ իշխանությունների պահվածքը եւ ինչ պետք է անեին այս իրավիճակում։ Մենք տեսնում ենք, որ օրը մեջ կամ ամեն օր անվտանգության խորհրդի նիստերը հրավիրվում, քննարկվում, մենք տեղյակ չենք մանրամասների մասին, մենք չգիտենք զորքը, բանակը ինչ վիճակում է, արդյոք ինչ որ պատրաստություն է բերվել համապատասխան կամ արդյոք մեզ սպառնացող վտանգները շատ են ում կողմից Ադրբեջանի եւ այլն, տվյալներ կունենան հավանաբար իշխանությունները, բայց այնուամենայնիվ ինչ պետք է անեին իշխանությունները, որ չեն արել այս ընթացքում իրանական պատերազմի համատեքստում։ Առանձնապես շատ անելիք չունեն, որովհետև եթե արվել համատեքստում չպետք է արվել, այդպես տարիների ընթացքում արվել։ Հիմա հարց տանք, արդյոք Հայաստանի ռազմական հզորությունն այնքան է, որ կարող է դիմակայել Ադրբեջանին, չեմ ասում իրան, դա չի կարող։ Եվ այս բոլոր խոսակցությունները, ռոպագանդան, բան, եւ այս վերջի գնումները չխորանանք չի կարող։ Սի 0-ին մոտ արած է։ Ինչքան էլ ուզում է հեքիաթներ պատնել, ցավալի իրողությունը, սա դնենք մի կողմ։ Հայաստանը ապավինում է իր անվտանգությունը երկու գործոնին։ Մեկը դա Ադրբեջանի բարյացկամությունն է, եւ հիմա չի լինի պատերազմ, ես ասել եմ վաղուց, որովհետև այսօր Ալիևին ձեռնատու չի պատերազմը, որովհետև դա կբերի Նիկոլ Փաշինյանի դիրքերի խարխլման։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը Ալիևին պետք է, մինչև հունիս հանգիստ նստեք պատերազմ չի լինի։ Դրանից հետո երկրորդ գործոնն է, դա Թրամփի գործոնն է։ Ալիևին ձեռ չի տալիս Թրամփին զրկել այդ գեղեցիկ զարթից, որ ինքը պարբերաբար հանում է, կպցնում է իր դոշին, ասում է ես եք խաղաղություն եմ հաստատել 8 երկրում, 12 երկրում, չգիտեմ, ես աշխարհի ամենա
լավն եմ, էսա պետք։ Դրա համար այդ գործոնները կան, դրանով է խաղաղությունը պահվում, ոչ թե ռազմական հավասարակշռությամբ։ Հիմա Իրանի նկատմամբ կարելի է շուտ ցավակցել կամ ընդհանրապես չցավակցել կամ դրանք ավելի չեմ ասում պետք պերաշկի ու կուկուրուզ, դրանք մանրամասներ են, որ էական չեն։ Դա ներքին ներընտրականի վրա է ազդում։ Ընդդիմությունը փորձում է ցույց տա, որ տեսեք սրանք անլուրջ են, իշխանությունը դա է անում, որտեղ իշխանությունը թիրախավորում է իր ընտրազանգվածին։ Իշխանություններն ասում են, մենք այդպիսով փորձում ենք ժողովրդին հանգստության կոչ անել, տեսեք արաբական երկրների ղեկավարները ինչպես գնացին այդ մոլերում, սուրճ խմեցին եւ ճաշեցին, իրեն ժողովրդին հանգստացնելով, որ խնդիր չկա, մենք էլ այդպիսով փորձում ենք հանգստացնել մեր ժողովրդին։ Չէ, դա բնական որ դա միգուցե եւ ներ քաղաքական Չէ, դա ներընտրական ես կարծում եմ, դա ավելի շատ ներընտրական քարոզչական քայլ է, որովհետեւ իրանց այդ ուղերձը որն է, ես ձեզանից մեկն եմ։ Այդ ուղերձն 600,000 հոգին է, բավականին ցածր կրթական մակարդակով, բավականին ցածր քաղաքական գիտակցությամբ իրանց պետք է։ Ոնց որ մերեսն է։ Նիկոլը մեր տղեն է, Նիկոլը մերոնցից է։ Տեսեք ոնց այնց ձեռով պոկեց, կերավ, բանարեց, էսա պետք։ Իրանց թիրախը դա այստեղ դա արտաքին գործոնների հետ կապ չունի։ Իրանք սկսել են եւ ուրիշ ուժեր եւս սկսել են նախընտրական քարոզչան, որ օրենքով արգելված է, օրենքը շատ հստակ է, ասում է ընտրություններից 40 օր առաջ, այսինքն այն պահին, երբ որ բոլոր կուսակցությունները գրանցված կլինեն, իսկ այդ վերջնաժամ ապրիլ նոր դրանից հետո կարող է քարոզչավը սկսել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, որ սա ներկուսակցական իբր թե, չգիտեմ, քարոզական, բայց երբ որ մենք գնում ենք, տեսնում ենք կուսակցականների հետ չի հանդիպում, չէ՞, ինքը փողոցում մարդկանց սովորական, ինքը ինչ է իմանում, այդ մարդը ԿՊԱ-ական է, որպես կուսակցական, թե չէ, քարոզչություն է։ Մյուս կողմից էլ մենք ունենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որի իրավասությունն ու ապարտականությունը վերահսկել ընտրական օրենքի պահպանումը չի վերահսկում։ Ոնց կարա վերահսկի Վահագն Հովակիմյանը, Նիկոլ Փաշինյանը, ով իր ղեկավարն է եղել 24 տարի, սկսած են լրագրող ժամանակներից։ Դրա համար Հայաստանում օրենք ու սահմանադրությունը խախտվում է, ի սկզբանե այսօրվանից արդեն խախտված է ընտրությունները։ Ինչ էլ ուզում ալն արդեն ընտրություն չեն կարող ունել արդար եւ հետեւաբար ճիշտ է, բայց մեկնաբանությունը հաստատ ընտրություններին դեռ կվերադառնանք, պարոն Պապյան, Ադրբեջանի դեպքում տեսեք խնդիր կա, միգուցե խնդիր կա, միգուցե մեծական փոքր է, Ադրբեջանը Իրանի Նախիջևանի հետ կապ ունի Իրանի տարածքով։ Հնարավոր է այս ընթացքում այս պատերազմը դառնա ինչ որ մի խթանող ազդակ, որ բացվեն իսկապես Ադրբեջան, Նախիջևան, Հայաստան այդ կապերը եւ գնալ ավելի շուտ ստեղծվի, քան գլոբալ ապաշրջափակումը կարող է լինել։ Գլոբալ ապաշրջափակում ասելով, եթե նկատի ունեք եւս մի քանի ճանապարհ բացին, որ ճանապարհներ, Թուրքիա եւս։ Դրա մասին մոռացեք։ Ընդհանրապես մոռացեք, գոնե առաջիկա 2-3 տարին մոռացեք։ Ինչեւ թրիպի կառուցումը։ Թրիպը կապ չունի Հայաստանի ապաշրջափակման հետ։ Թրիպը Ադրբեջանի մի մասը միացնում է Նախիջևանի հետ։ Մենք այդտեղ անգամ մուտքել չունենք։ Ես եւ դուք որպես Հայաստան չենք էլ կարող մտնել ու նա ապաշրջափակվի։ Դրանից հետո հույսն է, որ իբր թե երասխով կգնա Գյումրի, չի գնա։ Դրանով ինքը գնալու է Իգդիրով եւ Կարսով։ Եվ ոչ Իջևանի հատվածը ոչ մի չի բացվելու։ Բայց իշխանությունները տարբեր ներկայացուցիչներն ասում են, որ այո, մենք ինչպես կարող ենք, մենք հարց ենք ուղղում, նրանք էլ այդպես պատասխանում են։ Ինչպես կարող ենք մեր մեքենան նստել եւ գնալ Վանաձոր կամ այլուր, Վրաստան, նույն ձևի թրիպով, նույնքան թրիպով կարող ենք ուր գնալ։ Ուր։ Թրիպով ուր գնան։ Նախիջևան, հետո Թուրքիա։ Չէ, թրիպը Նախիջևանի հետ կապ չունի, մենք Նախիջևան, այսինքն դե թող գնան, այ երբ որ կգնանք, ասեն գնացինք եւ ամենակարևորը կվերադառնան, թող կասեն մենք դա արեցինք, բայց միևնույն է դա չի ապաշրջափակում Հայաստանը։ Խնդիրը հետեւյալն է, եթե մենք այդ Նախիջևանի հատվածում նույնպես իրավունքներ ունենային, գոնե մտնենք, այսինքն Երասխից Նախիջևան, հետո հարավ թեքվենք, լիներ երկաթուղին, լիներ ավտոճանապարհը Ջուղայով դեպի Իրան եւ Չահարբահար կամ դեպի հյուսիս արևելքով Թուրքմենստան մտնենք, պետք կարելի է ասել ինչ որ համարժեք բան կա։ Հիմա ես հասկանում եմ, այս թրիպի միակ օգուտը դա զինադադարն է 3 տարով, այսպես ասենք, որ Ադրբեջանը մի բավարարված ազգում չի արձակվում Հայաստանի վրա, կա քաղաքական օգուտ, այն էլ բանի ներկայացման, պես ենք ամերիկյան։
Սրա մեջ Հայաստանը ոչ տնտեսական, ոչ ռազմական առերես, ոչ տրանսպորտ, ոչ մի օգուտ չունի։ Այս ամբողջը խոսակցություններ են, այսինքն կանեն, պետք է արդյունքով չէ տեսնենք, որ խոսալով չի։ Հեն բացում էին Թուրքիայից սահմանը մարգարայելը, մի կողմ դնենք, թե անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար չբացեցին, օրինակ բեռնափոխան, թեև ի վերջո մենք երբեք խնդիր չենք ունեցել Թուրքիայի հետ առևտրի։ Վրաստանի միջոցով ինչն էր այդտեղ մեր վրա ազդում, այդ մի 200 կիլոմետր լրացուցիչ ճանապարհը, կամ ավելի քիչ։ Դե քիչ չի։ Քիչ է։ Քիչ է ինքնարժեքի վրա, այսինքն մի հատ դրեք հաշվեք, ինչ է նշանակում, այսինքն մի բեռնատարի վրա այդ 150-200 կիլոմետր անցնելը մի միավոր ապրանքի վրա ինչքան է նստում։ Եվ ինչ ենք մենք արտահանելու։ Այստեղ խնդիրը ուրիշ է։ Թրիփը պետք է Ադրբեջանին, որպեսզի ինքը նաև Վրաստանից կախվածությունը թույլատնի, որտեղ Վրաստանը միակ ճանապարհն էր իր համար Թուրքիայի հետ կապվելու համար, հիմա ունենում է երկրորդը, ի վերջո, բայց սա ավելի երկարատև է եւ ավելի թանկ է։ Այսինքն սա իմաստ չունի։ Ավելի կարճ կարող է լինի, եթե Ղազախից մտնեն Իջևան, Իջևանից գան մինչև Ֆիալետովով, Ֆիալետովից եթե կառուցվի դեպի Վանաձոր 22 կիլոմետրանոց ճանապարհը, որը 1000 տարի է խոսում են եւ ռուսները եւ հայերը չեն կառուցում, այդ 22 եւ այդ դեպքում դա ավելի կարճ կլինի։ Բայց դրա համար երկու խնդիր է պետք լուծել։ Մեկը կառուցել այդ 22 կիլոմետրը, մյուսը նորոգել Իջևան Ղազախ հատվածը, որը այդտեղ տարիներ առաջ արդեն փակվել է։ Դրա համար եթե այդ ուրիշ հարց է, բայց այդտեղ քաղաքական լուծումներ տինեն։ Հիմա այդ ամբողջը կարա գործի երբ որ Իրանում լինի իշխանափոխություն, երբ որ արևմուտքի համար առաջնային ցամաքային ճանապարհը լինի Իրանով Հայաստանի վրայով դեպի Վրաստան գնալը, այդ դեպքում կրկնում եմ, կստիպեն Ադրբեջանին բացել Նախիջևանի հատվածը։ Եթե չեղավ, մենք չենք կարող ստիպել, մենք այդ լծակները չունենք, Հայաստանը չունի։ Իսկ իշխանափոխության Իրանում հնարավորությունը որքան է եւ ձեր նկարագրած այդ դրական սցենարը որքան է հավանական։ Ես հավանական եմ համարում, այսպես ասենք 70-80% հավանականությունն է, բան, որտեղ մյուս տարբերակը դա ամենավատ տարբերակն է, նորից եմ կրկնում, ամենավատը այն կլինի, որ իշխանում այս իշխանությունը Իրանում պահպանվի, շատ ավելի թուլացած, շատ ավելի տնտեսապես քայքայված եւ ներքին լարվածությամբ։ Սա ամենավատ տարբերակը կլինի։ Գիտեք, եթե Ամերիկան սկսել է այս պատը, եւ դա իրանցի ժողովուրդն է, ես որ լսում եմ մի իրանցի կին ասում է, ես Թեհրանից եմ խոսում ձեր հետ, եկեք մեզ ռմբակոծեք, եկեք մեզ ազատեք, մենք ալի ելք չունենք, եւ ասում է թող լռեն բոլոր նրանք, ովքեր կոչ են անում Իսրայելին, Ամերիկային բան չանել, որովհետեւ դուք մեր, ասում է, կոշիկների մեջ չեք, դուք երբ որ մեզ տեղը կլինեք, մենք ուզում ենք դա։ Մենք ի վիճակի չենք առանց դրսի աջակցության իշխանափոխություն անենք, մեզ պետք է դուրսն էլ է դա անում։ Հիմա այստեղ ամբողջ խնդիրն է նա, որ արդյոք հնարավոր է առանց ցամաքային գործողությունների դատապալել թե ոչ, ասեմ, որ Միացյալ Նահանգները արդեն սկսել են քննարկել սահմանափակ ցամաքային գործողությունների հնարավորությունը։ Հիմա այստեղ խնդիրը հենց այդ արդյոք դա պիտի արվի ներքին ազգային փոքրամասնությունով, թե չէ։ Իմ աղբյուրները պետդեպարտամենտում ասում են, որ տարիներ շարունակ, երբ որ Ադրբեջանը լոբինգ էր անում հարավային Ադրբեջանի արծով, իրենք միշտ դեմ են եղել եւ պետդեպարտամենտը դեմ է Իրանի տրոհման եւ Իրանի զինելու այդ ազգային փոքրամասնությունները, որտեղ իրանք վախենում են, որ ջինը բաց կթողնեն սրվակից, հետո չեն կարող մտցնեն։ Հիմա իսկ քրդերն էլ հասկանում են, որ եթե իրանք հերթական անգամ մտնեն պատերազմից, ինչպես Սիրիայում եղավ, իրանք ջարդն ու կոտորածը շատ ավելի է լինելու, որտեղ իրանց դիմաց Ասադի ռեժիմը չի, այլ ավելի լուրջ ռեժիմը, մյուս կողմից էլ իրանք հերթական անգամ կարող է բան չստանան, ինչպես Սիրիայում, առանձնապես դեռ ոչինչ չեն ստացել։ Ճիշտ է, ամերիկացիք Սիրիայում թույլ չեն տալի, որ նոր վարչակարգը կոտորի բաներին, քրդերին կամ ռուսներին, բայց ամեն դեպքում դեռ լավ բանել չեն ստացել։ Իսկ ռիսկը Իրանի դեմ զինված կռվելու, որտեվ գիտեք ինչ է ստացվելու։ Սրանց ուժը չի պատում Իրանի, Իսրայելի եւ Ամերիկայի դեմ, ամբողջ կատաղությունը թափելու են քրդերի կամ թուրքախոսների նկատմամբ։ Տեսեք, Թրիպին անդրադարձակ կամ այն հնարավորություններին, թե Իրանյան պատերազմի սցենարով կզարգանա, կարծիք կա, որ եթե Թրիպը
Թրիպի կառուցումը օրինակ Ռոբերտ Քոչարյանը նախկին նախագահը ասում է, որ թրիպը եթե կառուցված լիներ եւ այնտեղ կարող էր լինել նաեւ գործակալական որոշակի ցանց տեղակայված լիներ Ամերիկայի կողմից։ Ամերիկան ունի ըստ նման մտադրություն եւ որ թրիպը եթե կառուցված լիներ, այս պատերազմի ընթացքում Իրանը կարող է հարվածել նաեւ թրիպին նկատի ունենալով նաեւ նման հեռանկարը հնարավորությունը։ Չէ, ես այդպես չեմ կարծում, մի շարք պատճառներով։ Առաջին հերթին նայեք, Ամերիկայի այսպես ասած գործողությունները թրիպում այդքան Իրանի դեմ չեն ուղղված, ինչքան շատերը ներկայացնում, ինչքան Ռուսաստանի դեմ։ Դա ուղղակի քաղաքական քայլ է Միացյալ Նահանգների կողմից ցույց տալու համար Ռուսաստանին, որ ես ինչ որ ծրագիր եմ իրականացնում, բան։ Գործակալական, այսինքն իրանք երևի չեն պատկերացնում, որ այդ երկիրը 40 տարի արևմուտքի դեմ է եղել Իրանը եւ այն գործակալական ցանցը, եթե Կոդսի այդ զորամիավորման ղեկավարը պարզվում է, որ Մոսադի, ինչ պիտի այս սահմանից իրենք, չգիտեմ, հեռադիտակով կամ այլ բանով տեսնեին, որ այդ գեներալը չէր կարող, այսինքն ասել կամ չէր կարող։ Վստահ եղեք, այդ ձև լիքը մարդ կա վերևներում, եւ այաթոլաների մեջ էլ կան։ Էլ չեմ ասում տեխնիկական վերահսկողություն, երրորդ երկրների դեսպանատների միջոցով, բա Հայաստանում ամերիկան այսքան մեծ դեսպանատուն ինչի է այստեղ։ Հասկայական ինֆորմացիա հավաքում այդ նույն իրանցիներից, պարսիկներից, որոնք տասնյակ հազարներով գալիս են։ Հետևաբար ես հասկանում եմ ցանկացած ընդդիմություն, ես էլ ընդդիմություն եմ, փորձում եմ օգտագործել տարբեր պահել շեշտադրումները դնելով իր հարմար, բայց ուրիշ բան է շեշտադրումը դնել, իսկ ուրիշ բանից ասած ակաշները քաշելով փորձել ինչ որ փաստեր բերել։ Չէ, դա ավելի շատ այսպես ամերիկյան ներկայության, ամերիկացի տերմին ասում են to show the flag։ Դրոշը ցույց տալու, ասելու մենք այստեղ ենք բան, հետո տեսնենք ինչ կլինի տարբերակով։ Եթե մեծ ծրագիր լինի, իսկ այդ մեծ ծրագիրը էլի լինելու է Իրանի հետ կապված, որովհետև մյուս տարբերակը Կասպից ծովի վրայով ծովային ճանապարհն է Միջին Ասիա։ Ով որ տեսել է այդ Կասպից ծովը, պիտի հասկանա, դե տարվա կեսը այնպիսի ալիքներ, այնպիսի անհարմար ծով է, որ հեչ լավ չի։ Այ ուրիշ բան, որ այսինքն եթե Իրանի վրայով անցում լինի, իսկ Իրանը ժամանակին Մեշեդից դեպի Աշխաբադ երկաթուղին կառուցեց, այն ժամանակ մենք լուրջ քաղաքականություն էինք իրականացնում 90-ականներին, երբ որ մենք եռակողմ հանդիպումներ էինք անում Հայաստան, Իրան, Թուրքմենստան, Հայաստան, Իրան, Հունաստան եւ այլն, ուր են այդ եռակողմերը, բա թողանեն, այ եթե ուզում են Հայաստանը ապաշրջափակեն, այդ ձև պետք է աշխատել եւ ոչ թե ապավինել, որ գիտես Ալիևը այնքան լավը կլինի, կորոշի քայլ անել, որը Հայաստանին ուժեղացնելու է։ Տեսեք, մարդիկ ինչ են ասում, ասում են սկզբից ուժեղանանք այս Թուրքիա ու Ադրբեջանի հետ համագործակցելով, հետո կտեսնենք ինչ են անում։ Այդ ադրբեջանցիք ու թուրքերը այդքան չեն հասկանում։ Թույլ տան դու սկզբից ուժեղանաս, հետո գլխին փորձանք դարձնել, ուրենք երբեք իրենք թույլ չեն տալու, որ ուժեղանաս։ Դրանից օգտվել ժամանակին ուժեղացել են, այո, դա մեր սխալն է եղել, որտեղ 94 թվականին փոխանակ վերջնականապես ջախջախելու եւ կապիտուլացնելու Ադրբեջանը, մենք չգիտես ինչի գնացինք, սկսեցինք ասել, որ գիտեք ինչ կա, մենք պատրաստ ենք գալ խաղաղության, պատրաստ ենք այս լղիմի շրջակատարը եւ դա միշտ ենք ասել, որ մեղադրում են իշխանությունները իբր թե չեն արել։ Հայաստանը միշտ պատրաստ է եղել հող խաղաղության դիմաց սկզբունքի, որը ճիշտ չի եղել։ Ես կոնկրետ 2007-ին երբ որ դուրս եմ եկել այդ համագրային էր, որ ես իմ համար արդեն պարզ էր դա չերվել, բայց մեղադրել նախկին իշխան, որ իրանք իբր թե կոշ դիրքերի մեջ են եղել դրա համար խաղաղություն, Ադրբեջան դիրքը ի սկզբանե այսպես է եղել, ոչ մի թիզ հող եւ ոչ մի զիջում Հայաստանին եւ հայերին։ 20 տարի, 50 տարի էլ մենք կկռվենք, ի վերջո կազատագրենք մեր երկիրը, ինչ որ իրենք արեցին։ Գալով մեր ընտրություններին, պարոն Պապյան, ձեզ հայտնի է Միջազգային Հանրապետական ինստիտուտի հայտնի այդ IRI-ի նախորդապատ հրապարակած հարցումները, որ անցկացրել էր փետրվար ամսին, ընդամենը 1 ամիս առաջ, եւ եթե ըստ այդ հարցումների ազգային ժողովի ընտրությունները նշանակված լինեին հարցումների հաջորդ կիրակի, Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի օգտին կքվեարկեր ընտրողների 24%, Սամվել Կարապետյանի օգտին 9%, Քոչարյանի դաշինքը կստանար ընդամենը 3%, իսկ դաշինքի դեպքում 8% եւ Ծառուկյանը նորից մի փոքր ավելի դաշինքի դեպքում կանցնեին ազգային ժողովի խոսքով։ Որքանն է սա իրականությանը համապատասխանում, մեր գործող ամեն դեպքում հարցումները հստակ իրականությունը չեն կարող ցույց տալ, որովհետև մարդիկ կարող են զգուշանալ կամ խուսափել իրենց կարծիքը հայտնելուց, բայց ամեն դեպքում արդյոք սա հենց այն իրական պատկերը չէ, եւ որ իշխանությունները միգուցե ոչ միայն մեծամասնություն կարող են լինել, ինչպես տարբեր հարցումներ ցույց տալիս, այլ կարող են նաեւ հաղթել։
պատկերացնենք իրականությունը Հայաստանում։ Ես մարդ եմ փողոցում կամ ինձ զանգում են հեռախոսով, միջին ու ասում են դուք ում օգտին կքվեարկեք։ Այսինքն օրինակ Փաշինյանին բնականաբար մեծ մասը ասելու է Փաշինյանին։ Այն մանրակրկիտ ու այս բառը հատուկ եմ ուզում շեշտել, մանրակրկիտ ճնշումը բռնատիրությունը, որ այսօր Հայաստանում հաստատվել երբեք չի եղել։ Հայաստանում շատ կոշտ համակարգ է եղել, բայց Հայաստանում այսքան մանր չեն իջել, որ լայք դնողին գործից հանեն, որ մեկի հետ շփվելու համար բարեկամական։ Բայց այն ժամանակ տարիներ առաջ լայք դնելու այդ գործիքը չկար։ Չկար, բայց հավանությունը կար, չէ՞ հայտնելու։ Օրինակ նույն արտգործնախարարության ներսում դու կարայր ազատ արտահայտվել, ել չեմ ասում կոլեգա, դու կարայր անգամ գրավոր անհամաձայնություն հայտնել եւ մնայր իշխանության մեջ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դուք ով կարա փորձի եւ ով որ փորձել է կես բերան, ոչ թե ընդդիմանալ, այլ տարբերակ էսա։ Հետևաբար այսպես է, չէ։ Վախի մթնոլորտ, այս հարցումները բոլորը ոչինչ ցույց չեն տալի, բացի այն, որ հասարակության ներսում կա լուրջ վախ, վախի մթնոլորտը եւ դա հատուկ է արվում։ Վախի մթնոլորտը, որտեղ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, ինքը երկու ձև է ուզում լուծի։ Մեկը սիրաշա իր այդ զանգվածին, պերաշկի ուտող զանգվածին, դրա համար էլ ինքը դանում է, մյուսը վախեցնել նրանք ովքեր բան եւ երրորդ անուսության։ Հիմա ոչ մի ուժ իմ կարծիքով 50 եւ ավել չի կարող հավաքի։ Նիկոլ Փաշինյանը պիտի փորձի հնարավորինս շատ ձայներ փոշիացնել, 18 թվականին փոշիացվել է 15%-ը, 21-ին 20%-ը, հիմա էլի 20-22-ը։ Դրա անելու համար մասնակիցների թիվը շատ պիտի լինի։ 18-ին 11 ուժեր, 21-ին 25 ուժեր։ Հիմա մի 20-ի չափ երևի կլինի։ Այսինքն որտեվ հետո համամասնորեն տոկոս կստանա։ Մեկը դա է, մյուսը իր հետ միասին անցկացնել 1-2 փոքր կուսակցություն, որը մի մասը բացահայտ հայտարարում է, որ կաջակցի Նիկոլ Փաշինյանին, մի մասը ասում է մենք երբեք չենք գնա կոալիցիայի Նիկոլի հետ, բայց գնալու են, որտեղ Նիկոլի կողմից ստեղծած ուժերն են, որոնք այսօր հականիկոլական են։ Քոչարյանի դաշինքը, Սամվել Կարապետյանի կուսակցությունը, որին կարող է միանալ այլ ուժեր, բայց կուսակցական հավանաբար տրամաբանության մեջ նույնը նաև Ծառուկյանը, նրանք կգնան Նիկոլ Փաշինյանի հետ դաշինքի։ Չէ, չեն գնա։ Ես ուզում եի շարունակել առումով, որ նույն տրամաբանության մեջ Սամվել Կարապետյանն է գործելու, այսինքն ինքն էլ հասկանում, որ ինքը միայնակ չի կարող, հետևաբար հնարավոր է միլիարդատերերի կուսակցությունները կան ժամանակավոր, այսինքն համաձայնության, որ եթե իրենք ասում են Գյումրի 2 են կան։ Այո, կարանք այդպես ձևակերպել, այսինքն որ երբ որ մտնում ենք խորհրդարանում չենք միանում բանի հետ, Նիկոլ Փաշինյանի հետ, այլ մենք մի բոլոր 3-ից կամ 4-ից չգիտեմ ովքեր կլինեն, նրանք էլ պիտի աշխատեն իրենց հետ ինչ որ կուսակցություններ մտցնել, համեմատաբար չեզոք բոլորի համար ընդունելի վարչապետ։ Այսօր նույն Սամվել Կարապետյանի ասենք ում ասում է, որ մենք Կարապետյանին դամբեր վարչապետի տեխնացուն, գուցե իրանցը լինի, բայց կգա մի պահ, ես վստահ եմ, որ եթե իսկ 50%, որտեվ որպեսզի Սամվել Կարապետյան լինի, պիտի լինի օրենսդրական փոփոխություն եւ սահմանադրական փոփոխություն։ Իրանք ասել են, որ կանենք դա։ Դա նշանակում է իրանք 67% առնվազն 2/3-ը ունենան։ Շատ բարդ է իսկ կարող է դաշինքով կունենան, կոալիցիայով։ Էլ եմ ասում, շատ բարդ է։ Կոալիցիայով հազիվ երևի 50-ն անցնեն։ Այդ դեպքում այդ կոալիցիան պիտի որոշի գտնել մի այսպես տեխնոկրատ համեմատաբար ընդունելի ինչ որ մի անձ, որը վարչապետ կլինի, բայց կլինի այս 3 ուժերի կամ 4 ուժերի կատարածում։ Նույնը Նիկոլ Փաշինյանն է փորձում անել այսօր եւ պատահական չէ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է 65% ձայն հավաքելու մասին, որովհետեւ ինքը մտածում է որ դրան գումարած փոշիացված ձայների համամասնորեն ստանալիք մասը ինքը կանցնի 67%-ը եւ 2/3 ունենալով թույլ չի տա խորհրդարանում սահմանադրական փոփոխություններ այն է այդ երկակի կամ կրկնակի քաղաքացիություն ունեցող անձանց արգելքը վարչապետ դառնալու եւ այլն, որը այդ տակտիկական այդ ճանապարհով են փորձում գնալ Սամվել Կարապետյանի կողմնակիցները։ Բայց Նիկոլ Փաշինյանը Գյումրիում օրեր առաջ հայտարարեց, որ իրենց թիրախը 65%-ն է, իրեն գնում են դրան, այո, եւ որ Գյումրիում հեղափոխություն տեղի չի ունեցել եւ որ ընտրություններից խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո կլինի Գյումրի 1 սցենար, արդեն իրենց սցենարը Սերուտին ակնարկելով, որ Գյումրիում ընտրություններ կլինեն, եթե իրանք հաղթեն խորհրդարանական ընտրությունները։ Իսկ ինչու հեղափոխություն տեղի չի ունեցել, այսինքն ինքը չէ, մինչև Գյումրի 2 տեղի ունենալը ժամանակ չկար, ինքը 3 ամիս կամ 5 ամիս էր իշխանության, ինքը մինչև Գյումրի 2 տեղ ունենալը 6 տարի արդեն իշխանության էր,
Բաթո հեղափոխությունն աներ, բայց կան խոստումներ էր տվել մարդկանց, հիմա էլ է տալիս եւ այլն։ Բաթո տաներ, ասենք ով է մեղավոր, ինքն է մեղավոր։ Ինքը այնպես է խոսում, ոնց որ ինքը դեռևս թերթի խմբագիր է եւ ընդդիմություն է եւ ինքը ուզում է ինչ որ մի բան անել, չէ՞, ինքը մոռացել է, որ ինքը 7 տարի է բացարձակ իշխանություն ունի։ Առաջին ընտրություններից հետո գրեթե 70%, երկրորդից հետո գրեթե 50% եւ այլն։ Բան է, այսօր պոլիկլինիկաներից, դպրոցներից սկսած ամենտեղ կուսակցականներին է նշանակ։ Այսինքն ի՞նչն է պակաս, լծակը տա պակաս, լիազորությունն տա պակաս, արա։ Եթե չես անում մենակ խոսում ես որ այս հանցագործա, մյուսը հանցագործա, այս բանը պիտի արվի։ Արա։ Իսկ այն ուժը, որին դուք եք ներկայացնում ԲՎՌ-ը մասնակցելու է ընտրություններին, բոլորը խոսում են ձեր ձայնը առանձնապես այդ դաշտում չենք լսել։ Չէ, մենք որովհետև չունենք վերջնական որոշում, որովհետև այն ընտրական համակարգը, որը արկա է, դու կարող ես եւ մենք դրա մեջով անցել ենք ակամայից օժանդակել այն ուժերին, որոնց դու դեմ ես, որովհետև բավականին մեղմ ասած հիմար ընտրական համակարգ է։ Այսինքն, եթե նորմալ երկրում քո ձայնը գոնե կորչում է, այս մեր երկրում քո ձայնը գնում է քո հակառակորդին եւ թշնամուն։ Այդ խնդիրները կա, մյուս սեվել տրոհման, դրա համար դեռ ժամանակ էլ կա, նաեւ աշխարհակական փոփոխությունները, որտեղ շատ կարեւոր են մեր շրջանում, որտեղ այսպես ասենք, Իրանում կլինի իշխանափոխություն, թե Իրանում չլինի իշխանափոխություն, Հայաստանի ապագայի վրա շատ մեծ ազդեցություն ունենալու, այդտեղից էլ բխող շատ բաներ, որտեղ եթե անգամ դու մտնում ես խորհրդարան, փոքր մի քանի ձայնով, էլի հարց չես լուծելու, այստեղ հարցը ստրատեգիական առումով ոչինչ չես կարող փոխել։ Ստրատեգիական առումով Հայաստանում հնարավոր է փոփոխություններ անել, երբ որ Հայաստանը դառնում է տարածաշրջային այն աշխարհակական փոփոխությունների մեկ մասը։ Իսկ այդտեղ ոնց որ ասած մեզանից որպես քաղաքական ուժ եւ Հայաստանից ընդհանրապես շատ բան կախված չի։ Դրա համար այնպես դիվանագիտական ձևա ուշով հետևում ենք, մինչեւ կմոտենա այդ ժամանակը վերջնական որոշման։ Իրանում ինչ փոփոխություն էլ որ տեղի ունենա եւ ինչ ազդեցություն էլ լինի Հայաստանի վրա, ամեն դեպքում այս պահի դրությամբ երկու ԲՎՌ-ն իրար դեմ կանգնած իշխանությունները եւ այն 3 ընդդիմադիր ուժերը, որոնք սպառնում են կամ որոնք հայտարարում են, որ Գյումրի երկուց կանեն արդեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ձեր տպավորությամբ այդ համատեքստում այս ընտրությունները Հայաստանի համար ինչ նշանակություն ունեն եւ այնուամենայնիվ որ կողմը կհաղթի։ Սրանք ցավալի ընտրություններ են, որտեղ Հայաստանը ըստ էության կանգնած է բացահայտ պրոռուսական ուժերի եւ թաքուն պրոռուսական ուժերի, բացահայտ պրոթուրքական ուժերի, այսինքն ԿՊ-ի, որը պրոթուրքական խաղացող է այսօր, բայց խորքի մեջ, քանի որ թուրքերը համագործան ռուսների հետ եւ համադրված են անում, էլի պրոռուս, այսինքն այդ ուժերի մեջը պայքար է, գաղափարական առումով ստեղ չկա մի ուժ, որ անձամբ ես աջակցեմ, ես պարզ ասեմ, բայց հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չափանցել է բոլոր տեսակ այդ մասնավորապես ինքը խփում է արդեն ազգային արժեքներին, ազգային կառույցներին եւ ինքը Հայաստանին պարտադրում է մի բան, այսինքն ապազգայնացում եւ պրոթուրքացում, իմ համար ինքը ավելի պակաս ընդունելի է, պարզ ասեմ, ցես, որովհետեւ ավելի ընդունելի են Քոչարյան, ասեցի երկուսն էլ ընդունելի չեն։ Այդտեղ չկա գաղափարական, պարզ ասեմ, ասենց որևէ մեկին քվե չեմ տալու, այսպես ասենք, էլի, բայց Նիկոլ վտանգի առումով Նիկոլ Փաշինյանն ավելի վտանգ, որտեղ ինքը չի տանում արևմուտք։ Նիկոլ Փաշինյանի բացասական քայլերից մեկն է, որ ինքը վարկաբեկեց պրոարևմտյան գաղափարը, որ այսօր մարդիկ ասում են, բա ինչ անում քո արևմուտքը, որ էլի Նիկոլ Փաշինյանի մեղքն է, որովհետև ինքը չստեղծեց այդ իրավաքաղաքական օրոք, իհարկե կերկարի, բայց խոսակցում, բայց կար Նիկոլ Փաշինյանի օրոք տպավորություն է, որ ոչ միայն տպավորություն է, այլ քայլեր էլ որոշակի կան, որ արևմուտքն ավելի շատ է աջակցում Հայաստանին։ Այդ ուրիշ բան, արևմուտքը ավելի է աջակցում, որովհետև ինքը չի ուզում, որովհետև իրաց մոտ հետևյալն է, Նիկոլ Փաշինյանը պատեհապաշտ ռուսաֆիլ է, մյուսները հավատավոր ռուսաֆիլ են։ Պատեհապաշտին հեշտ է փոխելը, պատեհապաշտին հեշտ է առնելը, իսկ հավատավոր ռուսաֆիլին դժվար է, սրա խնդիրն է։ Բայց երբ որ մենք Նիկոլ Փաշինյանի
արածների տեսանկյունից ենք նայում, ոչ թե արևմուտքի, իսկ ինքը ինչ արե պրարեմության։ Այն կառույցների մեջ, որ մենք կայինք, այն բոլոր հնարավորությունները, որոնք մենք հնարավորություն ունենք այս 7 տարվա մեջ արևմուտքի հետ զարգացնել, մենք միակ քաղաքական ուժն ենք եղել, որ մեզ էլ դատապարտում են, որ մեր ընտրական ծրագրի մեջ հստակ եղել է դաշնակցային հարաբերություններ Միացյալ Նահանգների եւ ճանապարհնել ենք ասել, որ դա ՆԱՏՕ-ի ոչ անդամ դաշնակցի կարգավիճակ ձեռք եւ դա հեշտ էր անելը, որտեվ դա կոնգրեսի մակարդակով կարելի էր այդ կարգավիճակը ստանալ եւ այլն, ամեն ինչ կարելի էր այդ աղողությամբ անել եւ շատ երկրներ կան մեզանից ավելի թույլ հնարավոր, ինչի չարեց այդ ամբողջ այդ գաղափարը դաշտ մենք նետել էինք, չէ, 18 թվին էլ 21-ին էլ։ Հիմա ինքը ասում է, էս կանենք, այն կանենք, ինչ որ ատոմական իմաստ են խոսում, լավ իմանալով որ Հայաստանը 9 միլիարդ դոլար փող չունի դնելու ատոմականի մեջ։ Էլ չեմ ասում, որ հələ դա շատ վիճելի տեսակետ է։ Եթե ուզում ես ատոմական զարգանալ կա կանադական կանդու ռեակտորները, որոնք օգտագործում են արդեն թափոններ այդ հարցով, միլիոն բան կանելու, բայց ոչ մի բան չի արվում ըստ էության։ Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ 7 տարին եւ այդ 21-ից հետո 5 տարին օգտագործել է որպես ընտրապայքար, իր ամբողջ թիրախը եղել է հաջորդ ընտրություններին, այսինքն այսա քիչ մնաց, նորից վերընտրվելու եւ ինքը ամենջալա դրա համար սիրաշահել թուրքերին, սիրաշահել ռուսներին, սիրաշահել արևմուտքին եւ այլն եւ հաջողել է։ Սա պիտի ընդունենք, որ իրեն հաջողել է Հայաստանը փակուղը առաջ կանգնեցնել եւ Հայաստանը դնել վատի եւ ավելի վատի ընտրության առջեւ։ Այսինքն հիմա արդեն ցեղ մոտեցումն է, ով է համարում իրան վատ, մյուսներին ավելի վատ, այսինքն թե հակառակը, բայց Հայաստանը այլևս լավ ընտրություն չունի։ Հայաստանը կանգնած է վատի եւ ավելի վատի առջեւ։ Շնորհակալություն, պարոն Պապյան։ Հիշեցնեմ, որ Ամեկ Պլյուսի տաղավարում էր դիվանագետ Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։